Ով Տեր, իմ անձը դեպի քեզ եմ բարձրացնում, ով իմ Աստված, քեզ հուսացի, թող ամոթահար չլինեմ, թող թշնամիներս ինձ վրա չհրճվեն, իսկապես քեզ սպասողներից ոչ մեկը թող չամանչի, թող ամանչեն նրանք, որոնք առանց պատճառի անօրենություն են անում։ Ով Տեր, քո ճանապարհները ցույց տուր ինձ, քո շավիղները սովորեցրու ինձ առաջնորդիր քո ճշմարտության մեջ ու սովորեցրու ինձ, քանի որ դու ես իմ փրկության Աստվածը, ես ամբողջ օրը քեզ եմ սպասում։ Հիշիր, ով Տեր, քո գորովագթությունն ու բարեսիրությունները, քանի որ հավիտենական են, մի հիշիր մանկությանս մեղքերն ու հանցանքները, քո ողորմությամբ հիշիր ինձ, հանուն քո բարության, ով Տեր։ Տերը բարի և ուղիղ է, դրա համար էլ մեղավորներին սովորեցնում է ճամփան, դատաստանի մեջ առաջնորդում է հեզերին ու իր ճամփան սովորեցնում է հեզահոգիներին։ Տիրոջ բոլոր ճամփաները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են իր ուխտն ու վկայությունները։ Ով Տեր, քո անվան համար ների իմ անօրենությունը, քանի որ մեծ է։ Ով է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, նրան է սովորեցնելու իր ընտրելիք ուղին, նրա անձը բարության մեջ է բնակվելու ու նրա սերունդը երկիրն է ժառանգելու։ Տիրոջ գաղտնիքն իրենից վախեցողների հետ է ու իր ուխտը ցույց է տալու նրանց։ Իմ աչքերը մշտապես Տիրոջն են նայում, քանի որ նա է հանելու ոտներս թակարդից։ Դեպի ինձ դարձիր ու ողորմիր ինձ, քանի որ միամորիկ եմ ես ու վշտի մատնված։ Շատացան սրտիս նեղությունները, իմ վշտերից ինձ դուրս բեր, նայիր իմ նեղությունն ու ցավերին ու ներիր բոլոր մեղքերս։ Տես իմ թշնամիներին, որոնք շատ են ու դաժան ատելությամբ ատում են ինձ։ Պահիր իմ անձը, ազատիր ինձ, թող ամոթահար չլինեմ, քանի որ հույսս քո վրա եմ դրել։ Թող ինձ անաղարտությունն ու շիտակությունը պահեն, քանի որ քեզ եմ սպասում։ Ով Աստված, փրկիր Իսրայելն իր բոլոր նեղություններից։ Ամեն։